Գյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերը շարունակվում են, այս մասին տեղեկացրել էին առողջապահության նախարարությունից։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Տուժողների մեջ կան նաև երեխաների առողջական վիճակի ու ստացած բուժման մասին Պանորամայ-ը զրուցեց Աբովյան ԲԿ-ի բժշկուհի Սոնա Գևորգյանի հետ, ով նշեց, որ գրեթե բոլորի մոտ էլ կասկածվում է աղիքային վարակ, թունավորումը հավանաբար եղել է ջրից։ Տիկին Գևորգյան, կներկայացնեք ինչ վիճակում են գտնվում այս պահին։ Ուրեմն ես հերթապահությունը ընդունել եմ ժամը 9-ին, ինձ դիմել են Գյուրեղավանից ընդամենը 3 դեպք, մեկը ավելի շատ խոճապ էր, երեխան թույլ է զգում, բայց բոլոր պարամետրերը նորմայի վրա էր, աղիները չէր գործել, միկրոհոգնա արեցին, կեղտը ձևավորված, փսխումներ, ջերմություն, սխալներ չուներ, մաման նշում էր ընդամենը թուլություն, բայց ընթացքում ես այդ թուլությունն էլ չնկատեցի, խորհուրդներ եմ տվել ընտանեկան բժշկի հսկողության տակ։ Երկրորդ երեխան էլի դիմել են, որ ընտանիքում Գյուրեղավանից է երեխան, առաջի երեխան հաշվառված է Աբովյանում, բայց Գյուրեղավանի բնակիչ է։ Երկրորդ երեխան Գյուրեղավանում հաշվառված, Գյուրեղավանում բնակվող, տան մեծ եղբայրները էլի սխալնոց փսխում փորլուծություն, ջերմություն, իսկ այս մյուս երեխայի մոտ կար սուֆեբրիլ ջերմություն եւ սխալնոց, բայց փսխումներ չկար, փորլուծություն չկար։ Աղիները մաքրել ենք, միկրոհոգնայից հետո էլի բան չի եղել, կեղտը ձևավորված է եղել, ինֆուզիա են կարել, որից ինքը շատ լավ է զգում ու տուն եմ ուղարկում ընտանեկան բժշկի հսկողության տակ։ Երրորդ, որ մեզ դիմել է, Նոր Հաճնիցա։ Դա էլ է տարածաշրջանի, որովհետև իր էպիդանամնեզը համաման է վատոսկում իրան, համել երեխան վատոսկում, թուլություն, սրտխառնոց, փորացավեր, փորլուծություն, մի խոսքով դիսպեպտիկ երևույթներ, պլյուս նաև ջերմություն։ Այդ երեխան հիմա հոսպիտալացնում եմ ես, միջին ծանրության են։ Թունավորում է հաստատված իրենց մոտ։ Հաստատվածը դե պետքա մեկ բան անենք, էլի, ես չեմ կարող ասեմ, քանի որ այս տարածաշրջանի մեջ է, եթե ինքը Աբովյանից ելներ, շփում ունեցած չլներ, միգուցե տարբեր բաներ մտածեի, բայց քանի որ հիմա այդ տարածաշրջանից է ու տանը միաժամանակ մի գանգատներով մայրն էլ է, ենթադրաբար մտածում եմ, որ աղիքային վարակ է նույն այդ ջրերից առաջացած, դրա համար ես իրանց հոսպիտալացնում եմ, ընթացքը կերևա էլի ինչա։